Այն ժամանակ Հիսուս նրանց հետ եկավ մի տեղ, որի անունը Գեթսեման էր, և նրանց ասաց. «Նստեցեք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։ Եվ իր հետ վերցնելով Պետրոսին և Զեբեդեոսի երկու որդիներին, սկսեց տրտմել և տագնապել։ Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ, այստեղ մնացեք և ինձ հետ հսկեցեք»։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Ուր ես գնում, սիրելի Տեր, այս մոտ գիշերով։ Քո մտերիմ աշակերտներին ուր ես տանում։ Դու գիտես Երուսաղեմում քեզ սպասվող չարչարանքների, թշնամիների չար մտադրությունների մասին, սակայն չես խուսափում դրանցից։ Դու հնազանդ ես երկնային կամքին, չարչարանքներիդ և մահվանդ գնով ցանկանում ես մեզ ազատել մեղքի կապանքներից։ Ահա մեր Փրկիչը անցնում է Կեդրոնի ծորը, բարձրանում Ձիթենյաց լեռը և մտնում Գեթսեմանի պարտեզը, որտեղ աղոթքով պետք է դիմի երկնային Հորը։ Սակայն այստեղ, բնության լռության մեջ, նրան խաղաղ ու հանգիստ աղոթքի րոպեներ չէին սպասվում, այլ աննկարագրելի վիշտ և տառապանք։ Գեթսեման եբրայերեն նշանակում է հնձան, որտեղ ձիթապտղից ձեթ էին ստանում։ Այն մեզ հուշում է Քրիստոսի առաջիկա զոհաբերության մասին։ Ինչպես որ ձիթապտուղը ճզմելով ձեթ են ստանում, այդպես էլ աստվածային զոհից, Փրկչի վերքերից պիտի հոսեր բուժիչ և փրկարար արյունը մեղավորներիս համար։ Պարտեզում սկսեց մեր նախամարդ Ադամի երջանիկ կյանքը, որտեղ էլ կատարվեց առաջին պատվիրանազանցությունը, որով Ադամի և իր սերունդների վրա մեղքի և մահվան իշխանությունը հաստատվեց։ Եվ պարտեզում էլ Քրիստոսով սկսվում է մարդկության փրկագործությունը։ Փրկիչն այստեղ է բերում իր աշակերտներին և ասում. «Նստեցեք այստեղ, մինչ ես աղոթեմ»։ Աշակերտների մեծ մասին Տերը դրսում է թողնում, խնայելով նրանց չտեսնելու իր առաջիկա տառապանքները։ Նա պարտեզ է մտնում միայն Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ուղեկցությամբ։ Այս երեք աշակերտները, որոնք Թաբոր լեռան վրա Հիսուսի պայծառակերպության ականատեսը, նրա փառքի վկաներն էին, կարող էին նաև տեսնել նրա թախիծն ու տառապանքը։ Տիրոջ սերը շատ մեծ էր իր սիրելի աշակերտների հանդեպ, և նա կամենում է, որ աշակերտները ևս մեկ ժամ մխիթարվեն իր ներկայությամբ։ Այս վշտալի պահերին Հիսուսն ավելի շատ մտածում էր ոչ թե իրեն սպասվող չարչարանքների, այլ աշակերտների մասին։ Փրկիչը գիտեր, որ չարչարանքների ուղին իրեն Գեթսեմանից Գողգոթա է տանելու, և նա խռովահույզ ասում է. «Հոգիս տխուր է մահու չափ»։ Ով Հիսուս, իմ Փրկիչ, որքան մեծ է հանցանքներիս ծանրությունը, որ դու կամավորապես հանձնարար չարչարվել և մեռնել մեղավորիս համար։ Նրա դեմքը, որ մինչ այդ խաղաղ և պայծառ էր, այժմ մահվան գունատությամբ ծածկվեց։ Նրա աչքերը, որոնք մարդկանց հանդեպ ունեցած սիրուց միշտ փայլել էին, արդեն վշտից խամրեցին։ Մահվան տագնապը տիրել էր նրան։ Հիսուսը տրտմում և վհատվում է այնքան, որ դիմում է Հորը ասելով. «Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի»։ Արդարը տանջվում է մեղավորներիս փոխարեն։ Դատապարտվում ենք ոչ թե հանցանքներ գործածներս, հոգով ապականվածներս, այլ Աստծո Սուրբը։ Եթե արդարը մահվան շունչը երկյուղով էր զգում, ապա ինչ սարսափով անապաշխար մեղավորները պիտի կանգնեն Աստծո ատյանի առաջ։ Ով
Հիսուս, ինձ կարողություն տուր տեսնելու անթիվ մեղքերս ու մոլորություններս, որոնց պատճառով դու չարչարանքներ կրեցիր։ Դու, որ արդար դատավոր ես, անարդարիս փոխարեն դատապարտվեցիր։ Ինձ հասկացրու, թե որքան սարսափելի է զրկված լինել Աստծո ներկայությունից։ Սովորեցրու ինձ հավատալ և փրկության հույս ունենալ, որը կրած չարչարանքներովդ ինձ շնորհեցիր։ Տեր, տուր կարողություն ատելու մեղքը, հեռու մնալու դրանից և միշտ հիշելու այն ծանր րոպեդ, երբ վշտահար ասացիր. «Հոգիս տխուր է մահու չափ»։